ասում եք, որ պլան են դրել կոպիտ ասած դատարանի վրա։ Պարոն Քոչարյան, որևէ մեկը դատարանի վրա չի կարող պլան դնել։ Դատարան առաջարկում է օրենքով, եթե օրենքով վաղը սահմանեն, որ այսօրվանից պետք է գործերը քննվեն եւ ավարտեն 1 տարվա ժամկետում, ամենայն դեպս հանրապետությունում երկրորդ գործ, ես ականջալուր չեմ եղել, որ 876 վկա, 112 տուժող եւ շուրջ 7 տարի քննված լինի այս։ Դուք ստացել եք շրջաբերական, ես առաջանք եմ լսում, որ դատարանները շրջաբերականով են առաջնորդվում։ Շրջաբերականով չեն։ Իսկ միշտ թվացել է, թե դատարանը օրենքով պետք է առաջնորդի։ Այդ շրջաբերականը կարող է օրենք դառնալ, պարոն Քոչարյան։ Կարող է, թե չի կարող։ Ահա։ Ուսերեն ասում են, բաբնադր ես сказал։ Հիմա օրենք չի, դուք կոնկրետ այս զարգացում հայտարարում եք, որ շրջաբերականով եք առաջնորդվում։ Ես առաջանք։ Նման բան չենք հայտարարել, պարոն Քոչարյան։ Սա առաջին։ Նման բան չենք հայտարարել։ Դուք եք ասում։ Չենք հայտարարել շրջաբերականով ենք առաջնորդվել։ Ասեն եմ կա շրջաբերական, օրենսդրական փոփոխության նախագիծ։ Լավ այդ նախագիծը դնենք մի կողմ, գործի քննության ողջամի ժամկետն է։ Դրա համար ստեղծում է տպավորություն, որ ինչ-որ բան են դրել։ Որն է ողջամի ժամկետը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասեմ ողջամի ժամկետը։ Որն է ողջամի ժամկետը։ 600 կամ 800 անկալ, անհասկանալի վկաները գործի մեջ մտցնողը մտածել է հետևյալը, որ ինչքան հնարավոր է շատ sense պիտի լցնի, ոչ թե պաշտոնական դիրք եւ այլ, սահմանադրական կարգ է տապալում, որ կարողանան տանեն կալանքի, որտեղ բաժանությունը անցածը եւ կալանքի տակ պահելով մի 10 տարի կոպիտ ասած ինձ պահեն կալանքի տակ։ Նպատակը սա է։ Սա բան է արիերևույթ, ակնհայտ բան։ Դատարանի ցանկացած խոսք միանգամից այն տեսանկյունից եք նայում, որ դատարանի ժամանակացույցն է հրապարակում, թե դատական նիստերը ինչ աչքերով նույն աչքերով են նայում։ Ինչպես։ Եթե դուք իմ տեղում լինեիք, նույն աչքերով են։ Եթե դուք ամենայն դեպս նախագահ դատավորի գործողություններում կողմնակալություն կամ ոչ օրենքին համապատասխան գործողություններ նկատեք, վստահ եմ համապատասխան փուլում կամ ցանկացած փուլում դատավորի կարող են բացառք հայտնել, պարոն Քոչարյան։ Դատարանը ընդհանրապես կողմերին տեղեկացրեց, որ մենք ամիսը 1-2 դատական նիստեր նշանակել արդյունավետ դատալսումներ չենք կարողացել ամենայն դեպս անցկացնել։ Հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել, ուղղակի սա բան է, մի քիչ ներածական բան է։ Հիմա շաբաթական 4 նիստ 2 ժամանոց կամ 2 նիստ 4 ժամանոց։ Դա նույնն է, թե նույնը չի։ Ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Դրան գումարվում ուղղակի մեզ այս բոլորիս տեղ գալ գնալը, մի ժամ ես օրինակ իմ համար Իսակովից, պետական ծառայությունով, բանով տիկնապահներով անում։ Երկու ժամը գումար։ Ես հիմա ասում եմ ձեզ, եթե ձեզ մտահոգում է ողջամտության խնդիրը, հիմա 4 ժամ, 4 նիստ 2 ժամանոց, 4 ժամանոց։ Հիմա այդ շրջաբերականը ինստրուկցիա չի կոպիտ ասած դատարանում։ Պարոն Քոչարյան, դա քննարկելու ենք։ Եթե կողմերը առաջարկել պայմանականորեն, որ ամիսի 3 նիստ անցկացնենք, բայց օրինակ կառավարության 11-ից մինչև 17:00 3 ընդմիջումով պայմանական, եթե մենք շարունակենք գործի քննությունը։ Դա ևս ողջամիտ առաջարկ կլինի եւ քննարկի դատարանի կողմից։ Հիմա դուք միանգամից դատարանը ամենից կողմերի տեղեկացեք, որ դրական մենք ունենք գործի ողջամիտ ժամկետ քննելու, ավարտելու օրենսդրական Որոշում եք ես որպես աշխատանք եկամ այդ դատական։ Պաստառները համար հասկանալ է։ Յուրաքանչյուր անգամ կարծում եմ անհրաժեշտություն չկա, որ դատարանը հիշեցնի, որ կան պարտականություններ դատավարության մասնակիցների կողմից, որ պետք է պարտականությունները կատարեն։ Որքանով այդ պարտականությունները այդ կարգավիճակը կրել է եւ ըստ այդմ պարտականությունները կատարելը ցանկալի է, ցանկալի չէ, այնուամենայնիվ դատարանը պետք է քննի, ծայր է քննություն, որ 3 հատորը պետք է ուսումնասիրի, համադրի եւ հաջորդ դատական նիստին համապատասխան որոշում կայացնի։ Դա ևս քննություն է։ Հասկացա։ Դատարանը գնա իր աշխատասենյակ համադրի, հաջորդ դատական նիստին գա եւ հրապարակի ընդունում է կամ չի։ Եթե ընդունեց կամ եթե չընդունեց, համապատասխան փուլում կկայացնի համապատասխան որոշում։
Դատարանը իր նախորդ որոշումը առանձին փաստաթղթի ձևով տրամադրեց ինչի համար, որի պարտականությունը չուներ, որ տարամեկնաբանության տարանկալման տեղիք չտա։ Եթե դատարանը ընդունի պայմանականորեն, յուրաքանչյուր անգամ չկրկնենք, եթե դատարանը պայմանականորեն ընդունի, մենք պետք է քրեական դատավորության օրենսգրքով սահմանված կարգով անցնենք հարցերի քննարկման, նախնական դատարանների ընթացքում սահմանված հարցերի քննարկման։ Հիմա այդ հարցերի քննարկման առաջի կետում նախագահ դատավորին բացառք կհայտնենք եւ գործը պայմանականորեն կմագագրվի, դատավորն ինքնաբացարկը կընդունի այդ դատավորի, դա եւս ընթացք է։ Եթե հաջորդ կետին ընդդատության հարց կքննարկվի, կորոշվի, որ դատարանը այս քրեական գործը պայմանականորեն պետք է քննի այլ մարզի այլ դատարան, դա եւս քննության ընթացք է։ Դրան հաջորդողը գալիս է քրեական հետապնդումը դատարանեցնելու վարույթը կարճելու հարցի քննարկումը։ Եթե լինեն համապատասխան միջնորդություններ, որոնք այդ պահին հնարավոր կլինի քննարկել, լուծել եւ համապատասխան որոշում կայացնել, կամ միջնորդությունը հետաձգել, դա եւս պարոն Քոչարյան, պետք է մենք քննենք առաջ շարժվենք, որպեսզի հասկանանք, որ կետում դատարան ինչ որոշում կկայացնի, ինչ որոշում կայացման համար բավարար թե ապացույցներ կլինեն, թե հիմքեր չկան։ Ես ավելի մատչելի, սա պարտականություն։ Դուք հղում եք արել արհեստական բռնականության։ Հիմա ես հղում եմ։ Դուք նախինում հղում դատավորին ես դիմել եմ, ված բանով չեմ ասում, շատ լավ։ Դատավորին ված բանով չի եղել, դատավորին ընդհանրապես խնդրել է, որպեսզի դատավորը որ պարադվելու է այդ հարցը, ես նաև ողջունել եմ։ Հիմա ես դիմել եմ արհեստական բռնականության հետևած արձադրումով։ Հնարավոր է արդյոք առանց քրեական դոկումենտի մարդ ունենա միադրյալ կարգավիճակ։ Եվ արդյոք կա որևէ այս երկրագնդի վրա որևէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է, 200 երկրներից մեկը։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է, եւ չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենայն դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ արհեստական բանականությունը չի գտել։ Ես ասիմ լավ պատմական իմաստով, այդ հիմա կարող է դա եղել օրինակ 50 տարի առաջ, 60, 70, վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերել։ Հասկանում հիմա եթե մենք ողջամտության բանով շարժենք, այս դատականիստը չպիտի գա։ Ես ստեղ գալիս եմ, որտեղ հասկացա, որ ոնց որ չես գալիս, ասում եմ խուսափում է, բայց ես գալիս եմ ավելի շատ բարիկան դրսևորելով, բայց ներքին համոզմունքս, իմ ներքին համոզմունքը, որ ինչ անում ենք աբսուրդի մեջ։ Ստիպված եմ անում, որտեղ կա դատավոր, կա ցույցում, կա դատախազ, որ գալիս ասում ստիպանելով վերում է, մեղադրանքներ ատալիս, բայց արհեստական բանականության պատասխանը դա է։ Եթե սխալ է այդ բանականությունը, խնդրում եմ մեկ օրինակ բերեք վերջի 100 տարվա ընթացքում որևէ մի երկրում, մոտ 200 երկրում այսպիսի օրինակ։ Պարոն Քոչարյան, եթե արհեստական բանականությանը հարցնենք, որ եթե պայմանականորեն քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը դիտավորության ծանր վնաս պատճառել, որը անզգուշությամբ առաջացել է մարդու հակասահմանադրական ճանաչվի, այդ դեպքում մեղադրյալի նկատմամբ այլ մեղադրանք փոփոխելու հնարավորություն կարող է ընձեռել, չընձեռել։ Հիմա եթե պայմանականորեն արհեստական բանականությունը պատասխանի, որ չէ, այդ անձը այլևս այդ պահից անբարդ է, դուք ոնց կմեկնաբանեք դա, տեսեք այլ մարմնական վնասվածքի հետ կապված օրինակներից։ Այսինքն անձին դիտավորության ծանր վնաս են պատճառում, որը անզգուշությամբ առաջացրել է մահ, որը պայմանականորեն սահմանադրական դատարանը մի օր հակասահմանադրական է ճանաչել։ Տեսեք ուրիշ օրինակ են բերում։ Դա եւս կարող են լինել անձինք, որ ասեն աբսուրդ է։ Անձին դիտավորության մարմնական վնասվածք է պատճառվել, ուրիշ օրինակ են բերում, որը հակասահմանադրական է ճանաչվել։ Հիմա ես ընդհանրապես նախագահ դատավոր ընդհանրապես արհեստական բանականությանը հարց եմ ուղղել, որ այս ծավալի քրեական գործ եթե լինի, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննենք ավարտենք։ Արհեստական բանականությունը մեկ շաբաթյա գրաֆիկով 2.5 տարի էր նշել։ Ամիսի 2 դատական նիստ անցկացնելու դեպքում 4-ից 6 տարի։ Ամիսը 1 դատական նիստ անցկացնելու դեպքում 6-ից 8 տարի, եթե բոլոր դատական նիստերը կայանան։ Իսկ օրենսդրական փոփոխությունների նախագիծը
Կայանում է հետևյալը, որ գործերը պետք է քննվեն եւ ավարտվեն 1 տարի Նախագիծը։ եթե նախագիծը, բայց գործող օրը գրքով քրեական դատավորության։ Ողջամի ժամկետները սահմանված։ Ով ասա։ Լավ, ո՞րն է ողջամի ժամկետը։ Ողջամի ժամկետը գալիս է գործի ծավալից։ Հիմա գործի ծավալից ողջամի։ Դա ծավալում է գործը։ Պետք է ավելի հաճախ իստեր չէ նշանակվի, որպեսզի ավելի շուտ քննենք եւ հասկանանք։ Չէ, մի օր արտարացնում ենք, թե մի փոքր վերադառնության գործը կարող է ողջամի ժամկետը 2 ամիս։ Այս կարգի գործի ողջամի ժամկետը կարող է 6 տարի, 5 տարի։ Որովհետեւ գործի ողջամի ժամկետն է, որ առաջին օրը պետք է ավարտված լիներ։